Վանաձորի թիմ ընտրություններին ընդառաջ համամասնական ցուցակով ներկայացած Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ տարածքային գրասենյակից երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ հանրահավաքի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Վանաձորում այսօր կազմակերպել է հանրահավաք վանաձորցիների հետ։ Հանրահավաքին ներկա էին կուսակցության պատգամավորական խումբը, ինչպես նաև վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Ինչու է մենք այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության կողքին։ Դեռ 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի նախագահության օրոք մենք սկսեցինք համագործակցությունը եւ այսօր այդ համագործակցությունը շատ լավ կերպով մենք կարողանում ենք շարունակել։ Երևի տարօրինակ է, 2 կին կուսակցության ղեկավարներ շատերը զարմանում են այդ երևույթի վրա, որ ինչպես են կարողանում իրար հասկանալ, բայց ես ասեմ, որ մենք կանայք, չվիրավորելով տղամարդկանց, շատ ավելի հեռատես ու իմաստուն ենք, դրա համար էլ մեր համագործակցությունը ստացվում է։ Մենք բոլորս հավաքվել ենք մի գաղափարի շուրջ, որպեսզի օր առաջ մեր քաղաքում վիճակ փոխվի։ Ու մենք անելու ենք իրար հետ ժողովուրդ, ուրեմն բոլորով համատեղ հոկտեմբերի 2-ին քվեն տալով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որը ընտրացուցակով առաջի համարն է, վստահ եղեք, որ ձեր քվեն տալիս եք հանուն մեր երեխաների ապագայի, հանուն մեր Վանաձորի բարգավաճման, հանուն բարեկեցիկ եւ հարմարավետ Վանաձորցու։ Ես ուզում եմ ձեզ ուղղակի հարց տամ։ Դուք այս իշխանություններից գոհ եք։
Հայտից որ չգիտեմ 10 քանի դա գոհ է։ Ուրեմն դրանց քթին պետք է տալ ու հեռացնել։ Բարգավաճ Հայաստանը այն կուսակցությունն է, որը ոչ միայն մյուս այսպես կոչված ընդդիմությունների նման պետք է հայհոյի, ասի պետք է մորթենք սրանց, չգիտեմ ժողովրդահաճո բաներ ասի, այլև պետք է լուծումներ տա։ Լուրջ մենք թիմ ունենք, դուք մեր խմբակցության աշխատանքները տեսնում եք, մեր կառույցներին ծանոթ եք, Վանաձորի մեր կառույցը հզոր կառույց է, որտեղ եւ Հրաչիկը, եւ Այծեմնիկը, եւ Սեյրանը, եւ Դավիթը, եւ բոլոր մյուս ընկերները, Հրանտը, բոլորը առաջի օրվանից կանգնած են 10 տարեկան է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 10 տարի եւ Գագիկ Ծառուկյանը միակ քաղաքական գործիչն է, միակ պետական գործիչն է, միակ հանրային գործիչն է, որ այնքան ռեսուրս ա դրել, ռեսուրս ասելով մենակ փողը նկատի չունեմ, հոգի, մարդկային ներուժ, մարդասիրություն, մարդավարություն, որ այդ ոչ մեկ Բարգավաճից չի տարել, դա Բարգավաճի հետ է, Բարգավաճի սեփականությունն է եւ դուք լավ իմացեք, որ այսօր ինքը իր հայրենասիրական գործունեությունը որ շարունակում է, իր ամբողջ թողածը մեր հետ միասին է եւ դա չի անտեսվելու 68 կառույցներ մենք ունենք տասնյակ հազարավոր անդամներ 100,000-ավոր անդամներ դուք եք մեր հետ միասին անկեղծ ասած մի բան ասեմ որ գալիս է եղանակը վատանում է հենց որ ձեզ տեսա հոգիս ջերմացավ Ազգային ժողովի падգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով մինչև հիմա Վանաձորի բոլոր քաղաքապետներն իշխանության են եկել տիրոջ կարգավիճակով, իսկ իրենք գալու են որպես գործընկեր, հաշվի նստելով վանաձորցու հետ։ Սիրելի ժողովուրդ, ինչ որ անելու ենք, արդեն որպես քաղաքային ընտրված իշխանություն, անելու ենք բաց, թափանցիկ, դուք իմանալու եք ամեն լուման ինչի վրա է ծախսվում։ Մենակ խնդրում եմ ձեզ, ոչ մի բանի չհավատակ նաև իշխանության լաբորատորիաներում, տարբեր մանր մունր պրաբիրկաներում, ծնված, աճացրած, խուրդա, ընդդիմադիր կուսակցությունների, որ բախտում են այսօր Վանաձորում, իրանց դոշին խփել են, որ իրանք ընդդիմություն են, ժողովուրդ ջան, մեր Միքայելը լավ խոսք ունի, ասма դրան իշխանության թեքումով դպրոցի շրջանավարտներն են, այդ իրանց ընդդիմություն, իրանց թվում որ ազգային ժողովի ամբիոնը գրկեցին, ավելի շատ հայոյեցին Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված հայոյանքի դոզան, լրիվ պայմանավորված, ուրեմն իրանք ընդդիմություն են, ժողովուրդ ջան, չհավատակ իշխանության պրաբիրկաներում աճացրած տարբեր լակոտ լուկուտների, որոնք իրենց հռչակել են ընդդիմություն եւ ովքեր Վանաձորում ասում են, որ մենք ենք ընդդիմությունը նայա, ում ժողովուրդը կտա իր վստահության քվեր։ Հիմա իրենք կարծում են, որ 17 տարի Վանաձորը ջարդած թալանացի փոխարեն մեկին առաջադրեն, երևի մի քիչ ավելի ժպտերես, մեկ մի քիչ ավելի թալանի մեջ դերևս ոչ արհեստավար, որը նոր պիտի այդ փառաբանց շագերտավոր ուղին դրանով կկարողանան Վանաձորցուն բոլորեցնել։ Սատանա իրեն կմիանանք, իրանց չենք միանա, այդպիսի բան չի կարող լինել, Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանի ստեղծած հզոր Բարգավաճ արժանապատիվ Հայաստանը այն կուսակցությունը չի, որ գնա միանա այս երկիրը քանդողներին։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք քաղաքացիական խիզախություն են ցուցաբերել կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղում ներկայացնելով Այծեմնիկ Օհանյանին, ում հայրը ժամանակին եղել է Վանաձորի քաղաքային իշխանության ղեկավարը, ում օրոք քաղաքն իսկապես ծաղկում էր։ Բարգավաճ Հայաստանը ունեցավ այնքան իսկապես քաղաքացիական խիզախություն, որ ցուցակը գլխավորում է կին, շատ քիչ քաղաքական ուժ կգնար դրան, բայց մենք հասկանում ենք, որ այսօր այո նաև պիտի կանանց հնարավորություն տան ղեկավար մարմիններում լինելու, որտեղ տեսել եք, թե ղեկավար տղամարդիկ ինչի են ընդունակ, մի անգամ էլ փորձեք տեսնեք, թե կինը ինչի է ընդունակ։ Սիրելիները, շատ ձեզ բոլորից սիրում եմ, դուք գիտեք, որ ես ձեզնից մեկն եմ, ընդամենը գալիս ենք մենք մեր թիմում ձեր կողքին լինելու և միասին իրավիճակ փոխելու այս քաղաքում։ Եթե դուք մեր կողքին չլինեք, մենք ոչինչ չենք կարող անել։ Ես երկար չեմ ուզում խոսել։ Ես ուզում եմ, որ քաղաքը մենք ձեզ վերադարձնենք, որ քաղաքը լինի հավասար հնարավորությունների
եւ հավասար իրավունքի քաղաք։ Ես շատ եմ ուզում, որ հոկտեմբերի 2-ին դուք գնաք ընտրության եւ ընտրեք թիվ 1 Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ դրանից հետո ես ձեզ հավատացնում եմ, որ քաղաքը կունենա շարունակական պատմություն, կարիք չի լինելու նորեջ բացելու այս քաղաքի համար եւ կարիք չի լինի հաջորդ մյուս 5 տարի հետո մենք քարոզարշավ անցկացնենք, մեր քարոզարշավը կսկսվի հոկտեմբերի 3-ից մեր կրկնաջանք աշխատանքով։ Ես ձեզ հավատացնում եմ, որ 5 տարի հետո դուք ինքներդ բազմացած, շատացած կգաք մեր։ Ձեռքը վերցնելով քաղաքային իշխանության ղեկը, Բարգավաճ Հայաստան կուսակցության համախմբված թիմը խոստանում է. Շատ պարզ, առաջին քայլ, չթալանել Վանաձորի բյուջեն եւ անցկացնել աուդիտ թալանչիների թալանածը վերադարձնելու համար։ Դա միանշանակ է։ Միջև նրանք, ովքեր այս տարիների ընթացքում Վանաձորի բյուջեն թալանելով քաղաքը հասցրել են այսպիսի վիճակի, պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Գիտեք, երբեմն թվում է, թե շատ ինչ-որ բարդ ծրագրեր պիտի առաջադրեն տեխնացուները կամ կուսակցությունները։ Ամենապարզ քայլերը պիտի անել։ Դա լավ կառավարումն է։ Ինչ է լավ կառավարում։ Վանաձորի բյուջեն պիտի ծառայի ոչ թե քաղաքապետի եւ տարբեր պաշտոնյաների անձնական գրպանի եւ անձնական շահերին, այլ պիտի ծառայի բացառապես Վանաձոր քաղաքի հիմնախնդիրներին։ Սա թիվ 1 քայլը, որ անպայմանորեն աուդիտ է անցկացվելու եւ պատասխանատվություն են կրելու նրանք, ովքեր այս տարիների ընթացքում անխնա թալանել են Վանաձորի բյուջեն։ Երկրորդ, դուք գիտեք, որ Բարգավաճ Հայաստանի մեր ներկայացուցիչները մենք պարբերաբար հանդիպել ենք նաև Վանաձոր Քիմպրոմի ղեկավար կազմի հետ, աշխատավորական կոլեկտիվների հետ եւ մենք ունենք մեր ծրագիրը, թե ինչպես է հնարավոր վերագործարկել Քիմպրոմը, ասել, որ այդ հսկան ամբողջ ծանվալով հնարավոր է եւ իրատեսական է աշխատացնել, դա այդպես չի, բայց գոնե 2 ուրեմն արտադրական ճյուղեր, դա կարբիդն է եւ կորունդն է, իսկապես իրատեսական ծրագրեր կան եւ Բարգավաճ Հայաստանը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների շատ մեծ ընտանիքի անդամ է եւ այնտեղ արդեն մենք ունենք բիզնես պարտներներ, ովքեր ունեն այդ 2 ծրագրերը Վանաձոր Քիմպրոմում այսպես աշխատեցնելու նշյալ ծրագրերը, եթե իհարկե իրենք տեսնեն Վանաձորում ձևավորված վստահելի քաղաքային իշխանություն։ Այնպես որ ես կրկնում եմ, շատ պարզ քայլեր պիտի անել։ Առաջի քայլը բերել պատասխանատվության նրանք, ովքեր թալանել են բյուջեն, եւ երկրորդ հասկանալ պարզ ճշմարտություն, որ Վանաձորի բյուջեն թալանելու, գողանալու քաղաքապետի եւ իր թիմակիցների բարեկեցության այսպես ամպլիտուդը բարձրացնելու համար չէ եւ պատահական չէ, որ մեր համամասնական ցուցակում այնպիսի գործիչներ են, այնպիսի տեխնացուներ են, ովքեր միանշանակ երբևէ նման խնդրեմ չեն հարուցելու ճակերտավոր վանաձորցիների համար, Վանաձորի բյուջեն ծառայելու Վանաձորին, իրատեսական ծրագրեր ունենք, առաջիկա շաբաթում Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը, ինչպես Գյումրիի մասով, այնպես էլ Վանաձորի մասով արդյունաբերական գոտիների ձևավորման մասով օրենսդրական նախաձեռնություն կդնի շրջանառության մեջ, դե տեսնենք նորեջ բացողների կուսակցության падգամավորները ինչպես կքվեարկեն Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությանը։ Այսքանը, որպես առաջի քայլեր, մեր կոչը վանաձորցիներին, ուրեմն գնալ արժանապատիվ ընտրության։ Մենք այլևս սպառել ենք սխալվելու մեր իրավունքը։ Մենք չունենք այլևս սխալ ընտրություն կատարելու շռայլություն, ճակերտավոր շռայլություն մեզ թույլ տալու։ Նրանք, ովքեր հերթական անգամ ինչ-ինչ չգիտեմ, տարբեր մանիպուլյացիաների կենթարկվեն, բաց եմ ասում, կգայթակղվեն գումարով, ովքեր կվախենան, ում վրա ճնշում կգործադրեն, եւ ովքեր կգնան ու հերթական անգամ կընտրեն այս իշխանության ներկայացուցչին, ուրեմն իմացեք, որ ահա այդ քաղաքացիները Վանաձորի թիկունքից ամենամեծ հարված հասցնողներից մեկը կլինեն։ Միշտ էլ հավատացել ենք այս կուսակցությանը, հետամուտ եղել նրան ժողովրդավար ու արդար քաղաքականությանը, անկեղծանում են հանրահավաքի եկած վանաձորցիները։ Իմ կարծիքով ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ, ես շատ լավ բաներ եմ անակնկալում, մանավանդ եթե գլխավերևում կանգնած է Արտեմի Կողանյանը,
Նրա հայրն էլ է ժամանակին աշխատել։ Մենք այն տարիներին այնքան անհոգ ենք ապրել։ Դուք դե երևի չեք տեսել, չգիտեք։ Շատ անհոգ ենք ապրել ու շատ լավ անակնկալիքներ ունեմ։ Շատ։ Հույսով եմ, որ մեր ժողովուրդը իրոք այս առիթը կօգտագործի, ընտրությունը ճիշտ կկատարի ու մեր երիտասարդները, երեխաները կապրեն մեր գեղեցիկ առաջվա Կիրովական քաղաքում, որը կոչվում է հիմա Վանաձոր։ Վանաձորը կստանա իրեն հին, լավ, կանաչապատ, փողոցները մաքուր, մարդկանց դեպքին հույս ունենք ժպիտ տեսնենք։ Ընտանիքները վերամիավորվեն, աշխատատեղ բացվի, գոնե ինչ-որ մի լավ բանի հույսով։ Բարգավաճ Հայաստանի հանդեպ մեծ հույսեր ունենք։ Մենք միշտ իրանց կողքին ենք եղել, միշտ ընտրել ենք Բարգավաճ Հայաստանին, հույսով ենք ամեն ինչ լավ կեղնի։ Փոխվի աղքատությունը, մարդիկ ունենան աշխատանք, երեխաները թե դպրոցներում, թե մանկապարտեզներում կլեն ամեն ինչ նորմալ կեղնի։ Գագիկը եթե այդքան օգնել է գյուղացիներին, եթե մարդկանց ձեռք ամեղնել, ինձ թվում է, որ ինքը որ լինի, իր Բարգավաճ Հայաստանը լինի, ավելի լավ երևի կլինի։ Ես մենակ ուզում եմ ընտրվի Բարգավաճը, որովհետև իմ երեխեն իմ թոռնիկը Հայաստանի 3-րդ տեղահանք է բոքսի չեմպիոնատար է, ուզում եմ իմ երեխեն առաջ գնա, ապագա ունենա, իսկ սրանց մեջ հանրապետականների մեջ ապագա չեմ գտնում։ Մերիվանյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։